Телекомпании «Ташир». Все грани бизнеса. Այսօր գլխավոր ոստիկանապետը Լոռու մարզում էր Վլադիմիր Գասպարյանը հորդորում է լոռեցիներին ապօրինի զենք զինամթերքի առկայության դեպքում այն անհապաղ հանձնել։ Այս հարցում ակնկալում է համայնքապետերի աջակցությունը։ Վանաձոր համայնքի ավագանու Արտահերթ նիստ օրակարգում մեկ հարց է։ Այսօր եւս մեծ թվով կանայք հասցրեցին անվճար հետազոտվել։ Երևանից ժամանած բժիշկները վաղվանից սկսած ծառայություններ կմատուցեն մարզի այլ համայնքներում, եւ որոնք են մեծ Պառնի համայնքի խնդիրները, կպատմի մոլորակը։ Ֆորտունա մարզայինի եթերում մոլորակ լրատվականի գլխավոր թողարկումն է, ես Հերմինե Զարմանյանն եմ, բարև ձեզ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզում էր։ Վերջինս Վանաձորում հանդիպում ունեցավ մարզի համայնքների ղեկավարների եւ կրթօջախների տնօրենների հետ։ Ինչ հարցեր են քննարկվել, պատմում է Սարգիս Գոքորյանը։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աջակցության խնդրանքով Լոռու մարզում էր, հենց այստեղ վերջինս ավարտեց մարզային այցելությունների շարքը։ Համակարգի գլխավոր պաշտոնյայի հետ հանդիպման էին եկել Լոռու մարզի մեծ ու փոքր համայնքների ղեկավարները, տեղական ինքնակառավարման մարմինների այլ աշխատակիցներ եւ դպրոցների տնօրեններ։ Ոստիկանապետի խոսքով մայրաքաղաքում դրական տեղաշարժ նկատվում է, նույնը սակայն չի կարելի ասել մարզերի մասին։ Ոստիկանությունն այսօր գնում է բարեփոխումների ճանապարհով եւ եկել է այն ժամանակը, երբ այդ բարեփոխումների վերջնական արդյունքը տեսնելու համար անհրաժեշտ է հասարակության աջակցությունն ու վստահությունը, հատկապես մարզերում։ Եկել եմ ձեզանից խնդրելու, որ չզլանաք եւ չհամարեք, որ ձեր գործը չի ոստիկանության բարեփոխումները։ Դա, սիրելիներս, ձեր բոլորի գործն է, ոստիկանների բարեփոխումը, որովհետեւ ոստիկանը ծառայելով օրենքին ծառայում է ձեզ։ Գասպարյանը լոռեցի համայնքապետերին խնդրեց աջակցել հատկապես ապօրինի զենքի հավաքագրման գործընթացին։ Վերջինիս կարծիքով, եթե համայնքապետերը իրենց քաղաքում կամ գյուղում հեղինակություն լինեն, կկարողանան այդ գործում մեծ ներդրում ունենալ։ Զենք զինամթերք անօրինակ է, չպահեն, հանձնել, որովհետև այդ պատից կախված հրացանը մի օր կրակելու է։ Այն, որ ապօրինի զենք պահողները մարզում քիչ չեն, դրանում Գասպարյանը համոզված է, դեռ պատերազմից է զենքը ժառանգություն մնացել, ինչու չեն հանձնում, զարմանում է ոստիկանապետը։ Մարդիկ պահում են դեռ պատերազմից եղած, որովհետև այստեղի ջոկատները իմ հետ միասին Քելբաջարի միջոցառման են մասնակցել։ Ես շատ արին ճանաչում եմ, ես գիտեմ, որտեղից ով ինչ է տարել, ոնց արել, խոսքս դրանց էր ուղղված, որ զենքերը բերեն հանձնեն։ Ոստիկանության պետը կրթության ոլորտի ներկայացուցիչներին էլ տեղեկացրեց, որ այսուհետ մարզի բոլոր ավագ դպրոցներում ոստիկանության աշխատակիցներ են հերթապահելու։ Լոռու մարզում 11 ավագ դպրոց կա։ Վլադիմիր Գասպարյանը համոզված է, որ ոստիկանների ներկայությունը կստիպի դեռահասներին ավելի զուսպ լինել։ Տարբեր դպրոցներից ամենախոցելի տարիքի գտնվող այդ մեր պատանիներն ու աղջիկները, որ միատեղվում են մի ուսումնական հաստատությունում, կոնկրետ մի դպրոցում, այստեղ լինում են ինքնահաստատման, ինքնադրսևորման պրոցեսներ։ Եվ ոստիկանությունը իր դիրքում չէր լինի, իր տեղում չէր լինի, եթե չվերլուծեր, չկանխատեսեր, չվերլուծեր ու չհասկանար, որ դա կարող է մի օր բերի, այդ ինքնահաստատումը կարող է մի օր բերի հանցագործությունների։ Գասպարյանը հերթականությամբ ներկայացրեց նաև սպասվելիք բարեփոխումներն ու առաջիկա անելիքները։ Լոռու մարզում հանդիպումն ավարտվեց նվերների փոխանակմամբ։ Ոստիկանապետը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին հանձնեց Աստվածաշունչ եւ ստացավ Հաղպատի եկեղեցու փոքրիկ փորագրությունը։ Սարգիս Գոքորյան, Արմեն Շահբազյան, մոլորակ։ Հանդիպեցին ոչ միայն ոստիկանապետն ու համայնքների ղեկավարները, ոչ պակաս կարևոր հանդիպում էլ Վանաձորի քաղաքապետարանի հարկի տակ տեղի ունեցավ։ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստ նորերս էր։ Օրակարգում համայնքի ղեկավարի 2013-ի տարեկան հաշվետվություններ, օրեր անց Արտահերթ նիստ։ Ինչպիսին էր օրակարգը, դիտեք տեսանյութում։
Վանաձոր համայնքի ավականու արտահերթնից թերթականից շատ չանցած օրակարգում մեկ հարց է ավականու անդամ Վահե Դոխոյանին լիազորելու համայնքի եւ ավականու շահերը դատական բոլորատյաններում ներկայացնելու համար ավականու 19 անդամից 12-ներ ներկա որոշման նախագիծը ներկայացրեց Վանաձորի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետը հիշեցնենք որ 2011 թվականից Չատինյանների ընտանիքի եւ քաղաքապետ Սամվել Դարփինյանի միջև հաշտության համաձայնություն էր կնքվել համաձայն որի քաղաքացիական գործով պատասխանողներ Վանաձորի քաղաքապետարանը եւ Վիմպերք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվել էին մինչև 2013 թվականի հոկտեմբերի 1-ը Տիգրան Մեծի վրա կառուցվող շենքի շինաշխատանքներն ավարտելուց հետո Չատինյաններին հատկացնել 55 քառակուսի մետրից ոչ պակաս մակերեսով բնակարան, իսկ մինչ նշված ժամկետը բնակարանով չապահովելու դեպքում նրանց վճարել 38000 ԱՄՆ դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ։ Ժամկետը լրացել էր, Չատինյանները դիմել էին դատարան։ Դատական գործընթացը շարունակվում է։ 26/02/2007 թվականին Վանաձոր համայնքի իդեմս Վանաձորի քաղաքապետի եւ Համլետ Ալբերտի Չատինյանի, Նաիրա Նասիբի Զաքարյանի, Ալբերտ Նավարի Չատինյանի, Ռոզիկ Պողոսյանի, Մերել Համլետի Չատինյանի, Դավիթ Համլետի Չատինյանի միջև կնքված պայմանագրի շուրջ ծագած վեճերի ցույցով կամ դրան առնչվող բոլոր գործերով 11 կողմ մեկ ձեռնպահ ավականին լիազորեց վիճահարույց դատավարության ընթացքում քաղաքապետարանի եւ ավականու շահերը Վահե Դոխոյանն է ներկայացնելու։ Հերմինե Զարմանյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Հագեցած էր ոչ միայն քաղաքական օրակարգը, մի քանի օր է գերհագեցած գրաֆիկով աշխատում են մայրաքաղաքի բժիշկները։ Նրանք Վանաձորում հերթական անվճար հետազոտությունն են անցկացրել այսօր։ Կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակներում մարտի 24-ից Վանաձորի բժշկական կենտրոնում մայրաքաղաքից ժամանած մասնագետները իրականացնում են բաց դռների օրեր։ Հետազոտության է ենթարկվել շուրջ 300 հոգի, ոմանք տարբեր խնդիրներով ուղեգրվել են ստացիոնար բուժման։ Երեկվա ընթացքում նայվել են մոտավորապես 270 կին, որոնցից 47-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման, վիրահատության կամ հետազոտության։ Քերթերի հետևանքով առաջացած դժգոհությունների հետ կապված կենտրոնի փոխտնօրենը պարզաբանում է, որ դա պայմանավորված է եղել հետազոտվել ցանկացողների մեծ թվով։ Մենք մաքսիմալ կազմակերպել ենք այդ ընդունելությունը, բայց դժգոհությունների հիմնականում եղել են առաջացած հերթերից։ Դա բնական պահ է, որովհետև միանգամից այդքան հիվանդ նայելը, իսկ թվում է դուք պատկերացնում եք, թե ինչ է նշանակում։ Եդոյանը վստահեցրեց, որ անկախ կերծարաբեռնվածությունից կհետազոտվեն բոլորը։ Մինչև վերջ կկատարվի, ոչ մի կին չի մնա առանց հետազոտման։ Բավականին մտահոգող ցուցանիշ է գրանցվել, հետազոտված 37 կանանցից 25-ը ուղեգրվել է ստացիոնար բուժման։ Լուրջ վիրահատական խնդիրների հանդիպել ենք, ունեն արտանկումներ, սեռական օրգանների արգանդի լրիվ արտանկումներ, որոնք միջամտություն է պետք վիրահատական ուղեգրել ենք Երևան։ Եղել են դեպքեր, որոնք ավելի թեթև վիրահատական միջամտություններ են պահանջվում, ուղեգրել ենք տեղամասային, արդեն ձեր հիվանդանոցներում ստանան համապատասխան բուժում։ Հետազոտվածների շրջանում հաճախ հանդիպող կանացի խնդիրներից են բորբոքային գործընթացների առկայությունը, էրոզիաները, պոլիպները, բավական տարածված են նաև սեռավարակները։ Ակտուալ է սեռավարակները, գրեթե կանանց կեսի մոտ հայտնաբերվում է սեռավարակ։ Մասնագետները խորհուրդ են տալիս կանանց սեփական առողջության պահպանման խնդրով զբաղվել մշտապես, այլ ոչ թե միայն միամսյակի ընթացքում։ Գոհար Մովսիսյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Խնդիրները շատ են մեր փոքրիկ հանրապետությունում, լինի առողջական ու առողջապահական, թե տնտեսական կամ այլ։ Գաղտնիք չէ, որ Լոռին հանրապետության ամենաշատ համայնքներ ունեցող մարզն է։ Գյուղատնտեսական խնդիրներն էլ բնականաբար այս մարզում են ավելի շատ։ Դրանց Մոլորակ լրատվականը պարբերաբար է անդրադառնում։ Հերթական հեռախոսազանգն ենք ունեցել, այս անգամ կապ ենք հաստատել Մեծ Պարնի համայնքի ղեկավարի հետ։ Բարև ձեզ, պարոն Պալյան։ Բարև ձեզ։ Համայնքի խնդիրների մասին մի փոքր խոսենք։ Ավելի շատ այս պահին որն է անհանգստացնում։ Բանը Մեծ Պարնի համայնքում երկրաշարժից հետո։ Մինչև օրս երկխնդիր է մնացել ասֆալտապատ ճանապարհ ունենալու ուրեմն հույսը եւ մշակույթի տունը, որովհետեւ մինչ երկրաշարժը Մեծ Պարնի համայնքը ունեցել է բավականին հզոր մշակութային տուն, նաեւ իր խմբակներով եւ այլ ատրիբուտներով։ Ճանապարհի եւ նաեւ մշակույթի տան հետ կապված որևէ ծրագրում ներկայացված կան այս խնդիրները եւ կառավարության կողմից որևէ քայլ արվել է մինչ օրս։ Ճանապարհը ուրեմն եղել է հազարամյակի մարտահրավեր ծրագրում, նույնիսկ նախագիծ նախաշիվարված է եղել, գնահատված է եղել եւ հայտնի պատճառներով, երբ որ այդ ծրագիրը կասեցվեց, բնականաբար մեր ճանապարհը այդ կասեցված ծրագրերի թվում հայտնվեց։
2007 թվականին մեր մշակույթի տան հարցը նույնիսկ նորից նախագիծ նախաշիվ արված է եղել, որը կազմել է 154 մոտ 154 միլիոն դրամ։ 2007 թվականին այդ ժամանակվա ուրեմն Քախշին փոխնախարարը գրություն է ուղարկել նախկին գյուղապետ պարոն Յաղոբյանին, որ ֆինանսներ չունելու պատճառով դեր ծրագիրը տեղափոխում են 2008 թվականի միջնաժամկետ ծրագրերի մեջ։ Անցած տարի մեզ հանձնեցին համայնքային կենտրոն, բայց նոր համայնքային կենտրոնը իր մասշտաբներով շքեղ է, լավն է, նոր շենք, բայց իր մասշտաբներով մշակութային ոչ մի հարց չի կարող։ Համայնքը ունի 2210 բնակիչ։ Մարզադահլիճային կամ այլ խնդիրներ մենք չենք կարողանում լուծել։ Այսինքն ինչու չենք կարողանում լուծել, որովհետև սա ինչու է գերխնդիր։ Մեր դպրոցը մեր ակադեմիկոս Մհեր Մելքոյանի անվան միջնակարգ դպրոցը նույնպես չունի մարզադահլիճ, որ գոնե յուղի պատանեկությունը կամ երիտասարդությունը դպրոցի մարզադահլիճով կարողանալ այդ բացը ծածկել։ Համայնքում որքանիշում եմ չորանոցներ կային կառուցված, դրանք այդպես էլ չեն օգտագործվում։ 92 թվականի երբ որ անհատականացման գործընթացը գնաց, այսինքն հողերը անհատ օգտագործողների տրվեցին, այդ դեպքում ձևավորվեց նաև կոլեկտիվ տնտեսություն եւ այդ չորանոցների որոշ մասը պատկանում էր այդ կոլեկտիվ տնտեսությանը։ Հիմա շատ անմխիթար վիճակում երկու չորանոց են ամենը մնացել, իսկ երբ որ Հայաստան ժամանեցին 88 թվականի երկրաշարժից հետո արդեն ռուսական շին կազմակերպությունները առաջին հերթին կոլեկտիվ տնտեսության նախկին կոլխոզի անասնագոմերը կառուցեցին շատ նոր տեսքով էլի, բայց դրանք 92-94 թվականի այդ վատ տարիներին մենք ունեցել ենք 8-9 մեծ անասնագոմ հսկայական ծավալի, 8-9 անասնագոմներ միանշանակ վաուչեր կոչվածի տարիներին սեփականաշնորհվեց եւ քանդվեց։ Պարոն Պալյան, այսօր ոստիկանապետի հետ հանդիպման ընթացքում մի խնդրի մասին խոսեցիք, մասնավորեցրեք խնդրում եմ եւ արդյոք գոհացրեց ձեզ Վլադիմիր Գասպարյանի պատասխանը։ Վլադիմիր Գասպարյանի պատասխանը, պարոն ոստիկանապետի, իհարկե գոհացրեց։ Այսպես է, ես այնտեղ մի արտահայտություն արեցի, որ մինչ օրս համայնքի բնակիչը կամ շարքային ժողովուրդը մտածում է, որ ոստիկանը միայն տուգանք գրանցող կամ ձերբակալող մարմին կարող է լինել, ինքը ուրիշ մարդ չի կարող լինել, այսինքն ես ցանկանում եմ, որ չէ որ այդ տվյալ ոստիկանը կարող է լինել իմ հարևանը, կարող է լինել իմ հարազատը, իմ համագյուղացին, դիմացի համայնքի գյուղացին, այսինքն ոստիկանը միայն բռնող, միայն տուգանք արձանագրող մարմին կամ անձ չէ։ Նա նաև մեր նման մարդ է, որը կարող է մեզ հետ մտքեր փոխանակել, ինչու՞ չէ լավ խորհուրդ տալ, այսինքն համայնքային ոստիկանին ես այդպես եմ ցանկանում պատկերացնել։ Դա կստացվի թե ոչ, իհարկե պարոն ոստիկանն էլ ասեց, դեռ նոր ենք սկսել, ժամանակ ունենք։ Բայց ես ցանկանում եմ այդպես տեսնել, մեր հոգն էլ կթեթևանա ինչ որտեղ, չէ՞ որ յուրաքանչյուր սպանը թեթև, մրոց թե մաքուր հարց առաջին հերթին համայնքում առաջադրում են համայնքի ղեկավարին։ Գոնե ինչ-որ չափով 10%, 15%, 20% կլինի եւս մեկ մարդ, որին կարելի է հուսադրել, ինչու՞ չէ խորհուրդ վերցնել, իհարկե չեմ կարող ասել լուսավոր կետը, բայց միգուցե, ինչու՞ չէ նաեւ այդ լուսավոր կետը լինի, որի վրա հույս դնելով մեզանից մեկը լինի ընդհանրապես։ Եղավ, շատ բարի, շնորհակալ եմ, ցտեսություն։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը, հետևեք մոլորակի աշխատանքներին եւ առաջին իմացեք մարզի անցուդարձը։ Վերջում ծանոթացեք նաեւ եղանակի կանխատեսումներին Էռնա Անտոնյանի մեկնաբանությամբ։ Ցտեսություն։ Հալվում է ձյունը, հալվում են լյուքս մասնագիտացված խանութրահի գները, կանանց միամսյակի արդիվ, գարնանային նոր ծածր գներ և անակնկալներ։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը ձեզ առաջարկված տեխնիկան գնեք ինքնարժեքով։ Լյուքս մասնագիտացված խանութրահ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 28։
Բարև ձեզ եղանակի տեսության աջակիցն է Lux Computer-ը, այժմ եղանակի մասին մարտի 26-ին հարավ-արևմուտքից սպասվում է անպամատության ավելացում, օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ հնարավոր է կարճատևան ձրև, առատ տեղումներ չեն սպասվում։ Օդի ջերմաստիճանն առայժմեապես չի փոխվի ըստ նախնական տեղեկությունների, 5 շաբթի մարտի 27-ին մի փոքր ցրտելու է։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 5, ցերեկը 19 աստիճան տաքություն, Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 4, ցերեկը 14 աստիճան տաքություն։ Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 5, ցերեկը 18 աստիճան տաքություն, Սպիտակում կդիտվի գիշերը 3, ցերեկը 13 աստիճան տաքություն, Ստեփանավանում կլինի գիշերը 4 աստիճան, ցերեկը 14 աստիճան տաքություն, իսկ մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 5, ցերեկը 15 աստիճան տաքություն։ Երևանում մարտի 26-ին սպասվում է փոփոխական անպամատություն, օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ հնարավոր է թույլ ու կարճատև անձրև, մայրաքաղաքում կդիտվի մինչև 19 աստիճան տաքություն, անկախ եղանակային կանխատեսումներից։ Ժպտացեք հաճախ, ցտեսություն։